ու ամեն։ Սիրելի ավանդացիաներ, սիրելի քրիստոնյաներ, գիտեք, հաճախ ենք մտածում, թե մարդկության ամենամեծ խնդիրներից մեկը որն է այս դարում, այս աշխարհում։ Եվ հաճախ շատերս մտածում ենք, որ աղքատությունն է, պատերազմներն են այս անվերջ, կամ հիվանդությունները, որոնք որ մեզ անդադար խանգարում են, բայց հաճախ ինքս ինձ մտածում եմ, որ այս ամենը չէ ամենամեծ խնդիրը, այլ ամենամեծ խնդիրը դա է, որ մենք մարդիկ կորցրել են լռելու կարողությունը։ Տեսեք, ինչքան խնդիրներ են առաջանում, եւ ճիշտ ժամանակին կամ ինչ-որ իրադրության մեջ մարդկային փոխհարաբերությունների մեջ եւ որևէ մեկը չի կարողանում ճիշտ պահին լռել։ Մենք հաճախ մտածում ենք, որ ճիշտ բան ենք ասում եւ այդ անպայման պետք է ասենք, բայց ասում ենք ոչ ճիշտ պահին, ոչ ճիշտ տեղում, չենք կարողանում լռել կամ ժողովուրդն ասում է, չէ, լեզուն ատամների մեջ պահել եւ առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որքան ընտանիքներ են քանդվում այդ չլռելու պատճառով։ Ասում են, չէ, ժամանակի ուրիշ էր, երբ որ մարդիկ այն ժամանակ ամուսնանում էին, չէին ամուսնալուծում, ինչ դժվարությունների միջով ասես ամուսնում էին, էլ ձեզ ջար, էլ ամեն օր կռիվներ, էլ հարսուկիսուր հարաբերություններ, էլ այգին հարաբերություններ, բայց չէին ամուսնալուծում, իսկ այսօր այդպես չէ, որքան հաճախ է այդ ամուսնալուծությունները տեղի ունենում, ինչու, որովհետև ճիշտ ժամանակին որևէ մեկը չի լռում, կամ հարսը չի լռում, կամ փեսան չի լռում, կամ կիսերը չի լռում, կամ զոքանչը չի լռում։ Ինչ որ մեկը, որ պետք է լռեր, չի լռում։ Ինչու են անդադար խնդիրներ առաջանում ազգամիջյան, ընտանեկան, մարդկային ընկերական հարաբերությունների մեջ, որովհետև այն պահին, երբ որ պետք է մեկը լռի, ուղղակի որ այդ լռությամբ նաև կարող է դիմացի զայրույթը արտահայտվի, էմոցիաները վերջանա եւ վերջ։ Բայց տեղի չի ունենում։ Տեսեք, առաջինը մենք արթնանում ենք, ինչ ենք անում, հեռախոսը վերցնում ենք, չէ, մեծ մասը, եւ նորություններին ենք նայում։ Դե անբաժանելի մաս է դարձել։ Այն ժամանակ թերթերն են մարդիկ բարձում, հեռուստացույցի նորությունների ժամներ չէ, այսինչ ժամին էր նորությունները, այսօր էլ հեռուստացույցում չէ, ամեն վայրկյան նորություն չես կարող իմանալ, կա լրաբերի կամ նորությունների հատուկ ժամ։ Բայց հեռախոսը այլևս կոտրել է այս բանը, մենք միշտ կարող ենք բացել, մտնել որևէ լրատվական կայք, կամ ունել Facebook-ը թերթել, այնքան նորություն ենք իմանում, որ այսպես գլուխներս ուղղում է։ Տեղի կատվությունը այսպես գալիս է եւ կորցնում ենք մեր խաղաղությունը կամ գիշերը մինչև քնելը չէ, մենք չենք ստուգում ինչ կա Instagram-ում կամ Facebook-ում, բան չենք անում, չենք թողնում այդ հեռախոսը։ Եվ մենք անդադար ինչ-որ ձայների մեջ ենք, ինչ-որ ձայներ ենք լսում։ Նորությունների տեսքով, տարբեր, այսպես մի հատ վերնագիր որ լինում է, չէ, ինչ-որ սարսափելի կամ չգիտեմ, բառը մոռացա, ցանցող նորություններ, չէ, այսպես մարդիկ մի անգամից ուզում են, այս ինչ էր տեղի ունեցել, մտնենք կարդանք անպայման, բայց այս ամենի մեջ մենք չենք լսում Աստծո ձայնը։ Նույնիսկ տեսեք, մենք այսքան խոսում ենք հեռախոսների նորությունների մասին, բայց նույնիսկ այդ, եթե ընդունենք այս ամենը մեր վրա ազդում է վատ ազդությունը տալիս, բայց այս ամենի մեջ կա նաև հենց այդ հեռախոսի մեջ է, չէ, կան լավ բաներ, որոնք որ մեզ կարող են օգնել։ Օրինակ, ասենք հիմա շատ հոգևոր կայքեր կան, շատ հոգևորականներ կան, ովքեր որ Facebook-ով, Instagram-ով, YouTube-ով, չէ, հոգևոր նյութեր են տեղադրում, քարոզում են եւ այլ, բայց մենք այդ հեռախոսի մեջ այդ նյութերը չենք տեսնում։
չեն կարդում այդ նյութերը։ Մի հատ ես էլ եմ, չէ, ակտիվ այսպես համեմատած էջ ունեմ, թե Instagram-ով, թե YouTube-ով, թե Facebook-ով։ Մի հատ ուղղակի զուտ հետաքրքրության համար, մի հատ նայեք այդ հոգևոր նյութերի դիտումները եւ նայեք մի հատ ինչ-որ, չգիտեմ, մի հատ պատահական մի հատ ուրիշ նորության դիտումները։ Ու կտեսնենք ինչքան մեծ է տարբերությունը եւ մարդը ինչն է փնտրում։ Նույնիսկ այդ նորությունների տեղատարափի մեջ մարդուն ինչն է հետաքրքրում ավելի շատ։ Աստծո խոսքը, հոգևոր խաղաղությունը, որ նույնիսկ այդ հեռախոսի միջոցով կարող է ստանալ, թե ահասարսուր նորությունները, որ մարդու հոգին ուղղակի տակնու վրա է դնում, այս ինչ է, ինչ բան արեց, այն ինչ տեղում, այն ինչ եղավ, այս ինչ այսպես սպառնաց, չէ, մի հատ այսպես ինչ-որ սպառնալի բաների մեջը դիտումները միանգամից շատանում են։ Սա ինչի մասն է խոսում, որ մենք նույնիսկ այս երևույթի մեջ այս նորությունների տեղատարափում մենք մեր օգտակարը մեզ համար մեր հոգին խաղաղեցնողը չենք փնտրում։ Տեսեք, այսօրվա ավետարանը մի գեղեցիկ հատված է, հացի բազմացման հատվածն է, մենք շատ ենք խոսել հացի բազմացման մասին, բայց ես այսօր ուզեցի, որ խոսենք մի երևույթի մասին, որ հաճախ մեր աչքից վրիպել է։ Հացի բազմացումից առաջ մի իրադարձություն տեղի ունեցավ, ասում է Հիսուս երբ լսեց Հովհաննես Մկրտչի մահվան մասին, նրա գլխատման մասին, եւ Մատթեոս ավետարանի 14-րդ գլխի այսպես 13-րդ համարը, որ այսօրվա ավետարանական հատվածն է, ասում է Հիսուս երբ լսեց այդ մասին, առանձնացավ, բարձրացավ, ամայի տեղ գնաց։ Տեսեք, ով էր Հովհաննես Մկրտիչը, նախ Հիսուսի ազգականն էր, հետո մարգարե էր, չէ, իր համար ճանապարհ պատրաստողն էր, Եղիա մարգարեի գործողություններն էր կատարում։ Եվ Հիսուս լսեց այդ մասին, չմնաց ամբոխի մեջ։ Գիտեք, այսօրվա այսպես բառակապակցություններով որ ասենք, չգնաց քաղաքական հայտարարություններ անելու։ Չասեց Հովհաննես Մկրտիչը գլխատվեց զուտ դրա համար, որ ինձ էր հետևում, որ իմ ճանապարհն էր պատրաստում, Աստծո խոսքն էր քարոզում եւ այլն, ով գլխատեց Հովհաննես Մկրտչին։ Թագավորը չէ, այդ ժամանակվա իշխանավորը։ Եթե այսօր լիներ այդ իրադարձությունները, ապա միանգամից իշխանային մարդիկ ասեն, իր հայացքների համար քաղաքական այսպես հալածվեց, չտեսանք որ Հիսուս, որ իրապես այս մարդը զոհվեց, նահատակվեց, սպանվեց իր հոգևոր հայացքների համար, ճշմարտությունը խոսելու համար, բայց Հիսուս դա երբեք չորակեց նման արտահայտության եւ հետո չգնաց վրեժ լուծելու, չասեց, որ դու այսպես արեցիր, ես էլ պես համապատասխան այսպես պետք է անեմ, որովհետեւ դու դրանով կործանեցիր մեր ազգը, մեր ժողովրդին, մեր չգիտեմ քրիստոնյաներին եւ այլ այսպես ձևակերպումներ մենք երբեք չտեսանք Հիսուսից։ Այլ ինչ արեց նա, գնաց ամայի տեղ։ Մի տարօրինակ բան, որ այսօր մենք չենք տեսնի շատ մարդկանց մեջ, որովհետև այս քայլով Հիսուս մեզ սովորեցնում է մի բան, որ մեր սերունդները մոռացել են, որ մեծ որոշումները իրականում ծնվում են ոչ թե աղմուկի մեջ, այլ լռության մեջ։ Տեսեք, ցավը մարդուն կամ մոտեցնում է Աստծուն, կամ հեռացնում Աստծուց։ Կամ եւ պահում է աշխարհի աղմուկի մեջ, մարդը ինքը ստիքյան հեռանում է Աստծուց։ Տեսեք, Հովհաննեսի մահը սովորական մահ չէր, ասեցի չէ, ազգականներ, մարգարե էր, իր ճանապարհը պատրաստողն էր, բայց Հիսուս երբ լսեց հեռացավ, սա չէ նշանակում, որ
վախեցավ և փախուստի դիմեց, չէ։ Սա աղոթքի ճանապարհ էր։ Եվ մի պահ մենք ինքներս մեզ հարցնենք, երբ մենք ցավի մեջ ենք լինում, ինչ ենք անում։ Աղոթում ենք, առանձնանում ենք աղոթքի մեջ ենք լինում, թե դիմում ենք ալկոհոլի օգնությանը, կանայք դիմում են բամբասանքի օգնությանը, ինչ-որ մի կետ այսպես քննարկել են, ավելի այսպես մեղադրատներ, ցավոք ոմանք նարկոտիկի մեջ են փորձում են ցավը խորտել։ Ոմանք զայրույթի մեջ են ընկնում և ինչ կա կողքը կարող են ջարդել փշրել, կամ կարող են մարդկանց վիրավորել ցավի մեջ։ Եվ սա այն է, որ Ավետարանը նկարագրում է, ասում է աղմուկի միջոցով ցավը բուժել, բայց Քրիստոս այլ բան մեզ սովորեցրեց, ասեց, որ բուժվում է այդ ցավը Հոր Աստծո ներկայության մեջ, որովհետև մենք երբ տեսնում ենք, որ Սուրբ Գրքում Հիսուս առանձնանում էր աղոթքի, առանձնանում էր Աստծո հետ ավելի անաղմուկ հարաբերության մեջ և իր բոլոր կարևոր քայլերից առաջ և հետո մենք սա տեսնում ենք, Հիսուս մկրտվեց, առանձնացավ, փորձության ենթարկվեց քարոզումով և փախչեց սա։ Հիմա Հիսուս վախից չհեռացավ, նա երբեք չէր վախենում մահից, նա հեռացավ, որպեսզի սովորեցնի իր աշակերտներին, որ երբ աշխարհը լցված է չարությամբ, առաջին պատասխանը ոչ թե զայրույթը պիտի լինի, այլ աղոթքը, այլ հոգևոր սթափությունը պիտի լինի։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանն ասում է, Քրիստոս նաև սովորեցնում էր չփնտրել մարդկային փառքը, այլ մնալ Հոր կամքի մեջ։ Տեսեք, մի ուրիշ հետաքրքիր դրվագ ենք տեսնում, Հիսուս ցավի մեջ էր, ի վերջո ազգականն էր, իր եղբայրն էր, այսպես ասած, և իր մարգարեն էր, իր ամենամարմերով, իրեն մկրտեց, առաջնորդեց, իր համար ճանապարհ էր պատրաստում և ինքն էլ էր, չէ, ցավի մեջ։ Բայց Սուրբ Գրքում տեսնում ենք այս հատվածում, ասում է, ժողովուրդը երբ իմացավ, որ Հիսուս առանձնացել է, գնաց նրա հետևից։ Եվ ասում է, երբ Հիսուս որ տեսավ, որ մարդիկ գնացել են, նա սկսեց բժշկել մարդկանց։ Իր ցավի մեջ էր, բայց մարդկանց օգնում էր։ Վշտի մեջ էր, բժշկում էր մարդկանց։ Նույնիսկ ավելին, երբ տեսավ այդ մարդիկ քաղցած են, այդ ֆիզիկական կերակուրի կարիքը ունեն, հրաշք գործեց բժշկել հաց տվեց մարդկանց։ Այսինքն ոչ միայն այս մարդիկ, որ եկել են Հիսուսի հետևից հաց էին ուզում, այլև հույս էին ուզում տեսնել Հիսուսի մեջ։ Այսօր էլ աշխարհը լիքն է մարդկանցով, որոնք դերս արտակուստը ժպտում են, բայց ներսում ունեն դատարկություն։ Նրանք ունեն գումար, աշխատանք, մեքենա, տուն, բայց չունեն խաղաղություն, որովհետև իրականում մարդու հոգին չի հագենում նյութով։ Նրա մարդու հոգին հագենում է միայն Աստծո ներկայության և Աստծո ճիշտ հարաբերությամբ։ Հիմա Քրիստոս նույնիսկ իր վշտի մեջ օգնեց մարդկանց, սա տեսնում ենք արդեն հաջորդ համարներում, և իրապես մեզ մի շատ կարևոր բան է սովորեցնում, որ ամեն դեպքում մենք ամեն իրավիճակում կարող ենք շարունակել մեր ծառայությունը, շարունակել Աստծո խոսքը պահել։ Գիտեք, մեր ժամանակների ամենամեծ խնդիրներից է նաև, որ մենք երբ մենք տարապում ենք, հաճախ ամբողջ աշխարհը մոռանում ենք։ Քրիստոս օրինակ է տալիս, որ իր ցավի մեջ նա տեսնում է նաև ուրիշին օգնելու, ուրիշի ցավը տեսնելու և նրան օգնելու կարողությունը։
Ուրեղ Ալեքսանդրացին ասում է Քրիստոսի գտասրտությունը երբեք չի սահմանափակվում սեփական զգացմունքներով։ Նա ցույց է տալիս կատարյալ սեր, որը նույնիսկ անձնական վշտի պահին շարունակում է ծառայել։ Գիտեք, երներ, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում եւ հաճախ ավելի շատ ժամանակ ունենք, մենք իրականում ավելի շատ ժամանակ ունենք, քան կարծում ենք։ Բայց այդ ժամանակը մենք միշտ տալիս ենք ուրիշներին։ Օրինակ հիմա մի պահ ինքներս մտածենք, մենք որքան ժամանակ ենք անցկացնում հեռախոսի առջև, սուրճի բաժակի շուրջը, ինչ-որ մեկի հետ, ինչ-որ ուղղակի հարաբերություններ խոսելու, բան ասելու, չգիտեմ, այլ գործողությունների մեջ։ Մեր ժամանակը, որ մեր համար այդքան ցանկ է, եւ խոսքը հաստում է մեր հոգեվոր կյանքին, ասում ենք մենք այդ ժամանակը չունենք, գիտես ինչպես զբաղված ենք։ Բայց իրականում ինքներս մեզ այդ հարցը ունենք, մեր կյանքում օրվա ընթացքում որքան ժամանակ է անցնում այդ գործողությունների շուրջ եւ հետո համեմատենք եւ հերթը հասնում է աղոթքին, Աստծո հետ հարաբերությանը, այդ ժամանակը մենք ինչպես ենք ուղղում։ Խնայում ենք, ասում ենք չունենք ժամանակ, դե կարող ենք իրապես մենք որոշ բաներ մեր կյանքում վերափոխել եւ ամեն ինչի համար ժամանակ գտնել։ Եվ սա ինչ է ցույց տալիս, որ ոչ թե ժամանակի խնդիր է, այլ առաջնահերթությունների խնդիր է։ Եթե Աստված մեր համար առաջնահերթություն է, եթե մեր համար առաջնահերթություն է իմ մաքրությունը, հոգևոր աճը, իմ հոգևոր խաղաղությունը, ապա ես դրա համար հաստատ ժամանակ կգտնեմ։ Գիտեք, այդ Հիսուս երբ առանձնացավ ամայի տեղ, այդ ամայի տեղը միայն անապատը չէ, կամ աշխարհագրական վայրը չէ, այն նախ մեր սրտի կարգավիճակն է։ Իրականում կարելի է ապրել խաղաղում եւ ունենալ ամայի տեղ, աղոթքի համար, կարելի է ապրել վանքում եւ երբեք չլռել ներսում։ Ամեն օր քրիստոնյան պետք է իր կյանքում ունենա իր այսպես ասած ամայի տեղը, որ կարողանա ունենալ մի ժամանակ, մի անկյուն, մի վայր, մի լռության պահ եւ կարողանա իրապես հանդիպել Աստծո հետ։ Եվ եթե դա չունենք, եւ այդ չկա այդ անկյունը, չկա այդ լռության պահը մեր կյանքում, ուրեմն աշխարհը մեզ թույլ կտա իր նորություններով, իր հետաքրքրություններով, իր այսպես գայթակղիչ առաջարկներով մեզ ուղղակի թույլ կտա եւ չի թողնի, որ մենք գիտակցենք, որ արդեն մենք գտնվում ենք թույլ տված վիճակում։ Մեր եկեղեցու հայրերից Իսահակ Ասորեն ասում է, սովորիր, սիրիր լռությունը, որովհետև լռության մեջ Աստված խոսում է մարդու սրտի հետ։ Նա նաև սովորեցնում է արտաքին լռությունը, օգնում է ծնվելու ներքին լռությանը, իսկ ներքին լռությունից ծնվում է ճշմարիտ աղոթքը։ Փորձենք այս շաբաթ, որ վաղվանից սկսում է պայծառակերպության տոնի պահքը, մեկ շաբաթապահք, երկու շաբթից, փորձենք այս ընթացքում մենք ամեն օր գոնե մի 15 րոպե ոչ թե գործի բերումով հեռախոսին կամ այդ համակարգչին ձեռք չտանենք, ուղղակի մենք փորձենք գիտակցել եւ այդ մեր համար լռության վարքյաններ օգտագործենք, չօգտվենք, այսպես ասած, փորձենք գտնել մեր ներսի այդ խաղաղությունը եւ փորձենք հոգեվորով լցնել մեր կյանքը, որտեղ մենք ու Աստված առանց շտապելու, առանց աղմուկի կամ եւ ցավի ու դժվարության մեջ լինենք, փորձենք նախ աղոթք անել այդ ժամանակ։ Եվ հետո նոր որոշում կայացնենք, թույլ տանք, որ վիրավորանքը չորոշի մեր քայլերը։ Այդ ցավեցվող վիճակում մենք գործողություններ չկատարենք։ Եվ փորձենք այցելել մեր շրջապատի հիվանդ, անօգնական, միայնակ մարդկանց եւ փորձենք նրանց մեջ Քրիստոսի սերը ուժեղացնել։ Փորձենք ապրել այնպես։ Սիրելիներ,
Այսօրվա ավետարանը մեզ սովորեցնում է, որ ցավի պահին իրապես պետք է փախչենք դեպի Աստված, ոչ թե դեպի աշխարհի աղմուկը։ Կարողանանք թույլ տալ, որ հասկանալ, որ վիշտը մեզ իրավունք չի տալիս